Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր ես եւ մեր սիրելի կմախքը ձեզ կօգնենք հասկանալ, թե ինչպես կարող ենք անել առօրյայում, որպեսզի չունենանք ողնաշարային խնդիր, այսինքն կեցվածքի թեքումներ, որոնք որ ձեռք բերովի են, մշակում ենք մենք ինքներս։ Հարգելիներս, պտտենք մեր կմախքը, ուրեմն ինչպես տեսնում եք, ողնաշարը սկսվում է, կպնում է գանգին անմիջապես, վերջանում է մինչև տազի հատվածը։ Երբ որ մենք պարանոցը տանում ենք առաջ, ինչ է կատարում, այսինքն կրծքային հատվածը գնում է հետ։ Երբ որ մենք հեռախոսներով ամբողջ օրը այսպես գրառության մեջ ենք, հարգելիներս, այդ ընթացքում թեքվում է ձեր ողնաշարը։ Առաջինը վնասվում են մկանները, այնուհետև ողնաշարը, ոսկրային համակարգը։ Ուրեմն ամենահասարակ վարժություններից մեկը, որ կարելի է անել առօրյայում, վերցնում ենք գիրք եւ դնում ենք գլխի։ Ուրեմն պետք է մեջքը պահեք ուղիղ։ Երբ որ ու սկսում եք քայլել, երբ որ գիրքը ընկավ, ուրեմն մեջքը թեք եք պահել, թեքել եք, իսկ եթե կարողացաք գլխի վրա պահելով քայլեք, ուրեմն ձեր կեցվածքը ավելի ուղիղ է։ Եվ օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնելով, 5-ից 10 րոպե քայլելով կարող եք ուղղել ձեր կեցվածքը։ Այսինքն պատկերացրեք, դրեցինք գանգի, ահա, միանգամից տեսեք ողնաշարը ամրացված է ուղիղ գանգի։ Երբ որ պարանոցը կամ մեջքը թեքեցիք, գիրքը ընկնելու է։ Սա ամենահասարակ եւ ամենաթեթև վարժություններից է, որ կարող եք անել եւ չունենալ կեցվածքի որևէ շեղումներ։ Երկրորդ, հատկապես ուշադիր եղեք երեխաներին, որպեսզի նրանք անընդհատ հեռախոսների մեջ չմտնեն։ Մյուսը, ուրեմն վերցնում եք, դուք կարող եք վերցնել տանը գտնվող երկու փայտ որևէ, հա։ Ահա, դնեք այսպես։ Այսինքն խաչ ու փայտ, նայեք, պտտվեք, ահա, և այսպես, օրվա ընթացքում փորձում ենք պահել, երբ որ մենք պտտվում ենք կողմ, մեր կեցվածքը ուղիղ է, բայց այստեղ ուշադրություն եք դարձնում, որպեսզի գլուխը կպնի փայտին, այսինքն առաջ չպահեք։ Եվ հետո, իհարկե աշխատում ենք պարանոցի ձգված, լարված մկանների հետ, ձեռքը դնում ենք գլխին, և աստիճանաբար թեքում ենք կողք, հնարավոր է մի փոքր ցավային զգացողություններ ունենաք, պահում ենք, այնուհետև պտտում ենք մյուս կողմ, ահա, տեսնում եք, աշխատանքից հետո իմնել է ճտում, պահում ենք, ահա, պարանոցը լավ տանում ենք հետ, բայց զգուշորեն, արագ այս վարժությունները չենք անում, պահում ենք, լավ իջացնում ենք ներքև, այսինքն կատարում ենք պարանոցային ձգումներ, մկանների ձգումներ, այնուհետև գլուխը լավ տանում ենք հետ, պահում ենք, ֆիքսում ենք, 1, 2, 3, թողնում ենք, նորից ոչ թե առաջ եք բերում, ուղղակի թողնում եք, նորից 1, 2, 3, թողնում ենք, սա կրկնում ենք օրվա ընթացքում մի քանի անգամ, կարող եք 2-ից 3 անգամ կրկնել 20 անգամով և կտեսնեք այս թեթև վարժություններով ինչպես կարող եք ուղղել ձեր կեցվածքը։ Ուրեմն համար առաջին չենք մոռանում, դնում ենք գիրքը, ահա, և քայլում ենք օրվա ընթացքում, երկրորդ վերցնում եք երկու փայտ կամ նմանատիպ ինչ-որ բան եք պատվիրում, ահա, այսպես ենք դնում, կատարում ենք պարանոցի ձգումներ, արագ ցույց տամ, հա, նորից, ահա, մյուս կողմ, հետ, առաջ և ամենակարևոր վարժությունը ձգում ենք 1, 2, 3 հաշում ենք և թողում ենք, նորից 1, 2, 3 հաշում ենք և թողում ենք, կատարեք այս ամենը և կտեսնեք մեկ ամսվա ընթացքում հիանալի փոփոխություն։ Եղեք առողջ և տեղեկացված, իդեպ ուշադիր եղեք երեխաներին ձեր հատկապես դպրոցական տարիքում, որը որ կարող են հեշտությամբ ձեռք բերել խնդիրներ, ավելի շուտ ուշադիր եղեք ձեր երեխաների կեցվածքին։ Լավ եղեք։